Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության իմ հյուրը Միխայել Հայզեմանն է, ով գերմանացի պատմաբան է եւ զբաղվում է Վատիկանի գաղտնի արխիվի փաստաթղթերով եւ եկեղեցու պատմությամբ։ Նա Հայաստանում է իր գրքի հայոց ցեղասպանության գրքի ներկայացմանը պրեզենտացիային կարող եք գտնել այս գիրքը գրախանութներում եւ մենք այսօր զրուցել ենք Վատիկանի դերի մասին հայոց ցեղասպանության ընթացքում, ինչպես Ռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը փորձում էր օգնել հայերին, ինչպես նա նամակներ էր գրում թուրք սուլթանին եւ ինչ ստացվեց այս ամենից։ Բայց մենք նաեւ խոսել ենք այլ հարցերի մասին։ Մենք խոսել ենք պատմաբանի պատասխանատվությունից։ Ինչ պատասխանատվություն նա ունի եւ ինչու մենք պետք է փորձենք բերենք մեր հանրությանը դեպի ճշմարտությունը նաև մեր պատմական հետազոտությունները, որտեղ ցավոք սրտի ոչ բոլորը եւ նաև ոչ բոլոր մեր քաղաքական գործիչներն են, որ տեղյակ են պատմությունից եւ շատ հաճախ նրանց անգիտությունը տանում է մեզ սխալ ուղղություններով։ Անպայման դիտեք այս հաղորդումը, անպայման հավանեք մեր ոդկասթները եւ սիրեք պատմությունը։ Hello, Michael. It's nice to have you here in my podcast. Լավ, ուզում եի սկսել արխիվների հարցից։ Իհարկե արխիվները այն հիմնական վայրերն են, ուր մենք որպես պատմաբաններ սիրում ենք գնալ, ինչ որ բան գտնելու, այնպես չէ, եւ ձեր հետազոտությունը հիմնված է Վատիկանի արխիվների վրա։ Ճիշտ է, շատ ընդհանուր հարց։ Ինչ է Վատիկանի արխիվը, ինչ տեսակի արխիվ է դա։ Vatican archives, am I right? Sure. Okay. Very general question, what is Vatican archive? What kind of archive it is? There are several Vatican archives. Մի քանի Վատիկանի արխիվ կա։ Առաջին հերթին գլխավոր արխիվը առաքելական արխիվն է, որը նախկինում հայտնի էր որպես գաղտնի արխիվ։ Գաղտնի արխիվ, շատ գրավիչ անուն է։ Միանշանակ։ Այսպիսով նրանք վերանվանեցին այն, որպեսզի անվան պատճառով շատ ենթադրություններ չլինեին։ Գիտեք, որոշ խելացնոր մարդիկ կարծում էին, որ ուխտի տապանակը, 10 պատվիրանների բնօրինակը եւ ամեն ինչ այնտեղ է պահված։ Եվ իհարկե դա այդպես չէ։ Հիմնականում նյութերեն պապերի ավինյոնյան շրջանից հետո, այսինքն 14-րդ դարից հետո։ Իսկ գաղտնի արխիվ անունը գալիս է այն փաստից, որ այն ներառում է պապի մասնավոր նամակագրությունը։ Դա պապի արխիվն է։ Հետո ունենք պետական քարտուղարության պատմական արխիվը, ունենք արևելյան եկեղեցիների ժողովի արխիվը, ունենք իհարկե հավատի վարդապետության արխիվը, հավատքի տարածման արխիվը եւ այլն։ Այսպիսով յուրաքանչյուր ժողով եւ յուրաքանչյուր կրոնական միաբանություն ունի իր սեփական արխիվը, բայց հայոց ցեղասպանության համար ամենակարևոր արխիվներն են առաքելական արխիվը, պետական քարտուղարության եւ արևելյան եկեղեցիների արխիվները։ Has its very own archive. But for the Armenian genocide, the most important archives are the Apostolic Archive, the archive of the Secretary of State and of the Oriental Churches. Եվ հաջորդ հարցը, կրկին մի բան, որին հանդիպում ենք արխիվներում աշխատելիս, ինչ խոչընդոտների, ինչ խնդիրների եք բախվել։ Դե պետք է լինես պրոֆեսիոնալ պատմաբան, նախընտրելի է, որ ունենաս պատմության դոկտորի աստիճան եւ պետք է ունենաս երաշխավորագիր կամ գիտական հաստատությունից, հարգված համալսարանից կամ կաթոլիկ եկեղեցու ներսում որևէ մեկից, ինչպես օրինակ հավատքի վարդապետության ժողովից, ինչ որ նման բան։ From someone within the Catholic Church, like for example the Congregation for the Doctrine of Faith or the Congregation for the Causes of Saints, something like this. Okay, and so it's but Գիտեմ, որ դու այն հազվադեպ գիտնականներից ես, որ այնտեղ աշխատում են հայկական արխիվներով եւ ուզում եմ իմանալ, դա պարզապես դիվանագիտական արխիվ է, նկատի ունեմ Վատիկանի եկեղեցու բարձր մակարդակի ներկայացուցիչների նամակագրությունը ներառող բան, թե այնտեղ կարող եք գտնել ծխական քահանաների կամ տեղական միսիոներների նամակագրությունը, ինչ տեսակի նյութ։
We can find correspondence of parish priests or local missionaries. Առաջին հեշտին բոլորը տեղեկացնում էին Վատիկանին այն մասին, թե ինչ էր կատարվում։ Իհարկե, այն ներառում է Կոնստանտինոպոլսի առաքելական ներկայացուցչության արխիվը, որը բոլորի համար առաջին հասցեն էր, որտեղ պետք է զեկուցեին։ Եվ գիտեք, եթե ուզում էիք կապ հաստատել Վատիկանի հետ, կարող էիք դա անել Պոլսի առաքելական նվիրակի միջոցով։ Եվ այսպիսով նա հավաքում էր բազմաթիվ զեկույցներ Օսմանյան կայսրության բոլոր մարզերից։ Իսկ այս դեպքում հայոց ցեղասպանության մասին խոսելիս մեր ունեցած աղբյուրները 3 հիմնական խումբ են։ Առաջինը իհարկե հայ կաթոլիկ եկեղեցին, որովհետև նրանք կաթոլիկ ընտանիքի մաս էին, այսպես ասած, եւ հիշատակում էին պապին հաղորդության արարողության ընթացքում եւ միաժամանակ նրանք հայեր էին։ Այսինքն նրանք կաթոլիկ էին, ինչպես սահմանում է Հռոմի կողմից, բայց միաժամանակ հայ էին։ Հետո երկրորդ աղբյուրը հայ առաքելական եկեղեցին է, որը կապ հաստատեց Հռոմի հետ եւ հույս կար, որ պապը կարող է միջամտել, եւ պապը դա արեց։ Պապը մի քանի անգամ դա արեց եւ հետո ունեինք բազմաթիվ միսիոներներ, հռոմեական կաթոլիկ միաբանություններ, ինչպես են կապուցինները, ֆրանցիսկանցիները, դոմինիկանցիները, ովքեր գործունեություն էին ծավալում Օսմանյան կայսրությունում։ Նույնիսկ բենեդիկտյան միսիոներները եւ նրանց զեկույցներն էին ուղարկում իրենց ժողովին կամ ուղղակիորեն Հռոմ։ Կա նաև մեկ այլ երկու ավելի փոքր միանձնույնների խումբ, ինչպես օրինակ Վիեննայի խումբը, Վիեննայի միանձնույնների խումբը, որովհետև նրանցից շատերը ավստրիացի էին, դրա համար էին անվանում Վիեննայի, եւ նրանք զեկուցում էին Վիեննայի նվիրակությանը։ Իսկ ինչպես նաև Մյունխենի նվիրակությունը։ Բերլինը միայն 1925 թվականին դարձավ նվիրակություն։ Եվ այսպիսով նրանք զեկուցում էին նաև Մյունխենին։ Այն ներառում է նույնիսկ գերմանացի քաղաքական գործիչների եւ գերմանացի զինվորների, ովքեր իմացան հայոց ցեղասպանության մասին եւ զեկուցեցին։ Այսպիսով սա հիմնականում այն է, թե որտեղից կարող ենք ստանալ։ Բայց գիտեք, ամենալավ բանը այն է, որ սկսում է ձեր հետազոտությունը առաքելական արխիվից, իսկ հետո գնում ես նաև այս մյուս արխիվները։ So this is basically where you can get it, but you know the best thing is you start your investigation in the Apostolic Archive and then you go to the other archives too. And what about Իսկ ինչ կասեք այս նյութերի լեզվի մասին։ Լեզուներից մի քանիսն են, նկատի ունեմ, որ հայերեն քիչ փաստաթղթեր կան, որովհետև Հռոմում, Վատիկանում շատ քիչ մարդիկ էին հայերեն հասկանում։ Հիմնական լեզուն իտալերենն է, իտալերեն այն լեզուն էր, որով Վատիկանում բոլորը խոսում են։ Պաշտոնական փաստաթղթերը գրվում էին լատիներեն, բայց նամակագրությունը հիմնականում լատիներեն չէր։ Հետո ունենք ֆրանսերեն, փաստաթղթեր, օրինակ հայ առաքելական եկեղեցին եւ նրանք նախընտրում էին զեկույցներ ուղարկել ֆրանսերեն, որովհետեւ ֆրանսերեն դիվանագիտական լեզու էր այդ ժամանակ, եւ նրանք գիտեին ան։ Իսկ իտալերեն խոսող շատ մարդ չունեին։ Այսպիսով սրանք այն հիմնական լեզուներն էին, որ պետք է իմանանք՝ ֆրանսերեն, իտալերեն, նաև լատիներեն։ Որոշ փաստաթղթեր իհարկե, հատկապես Վիեննայի եւ Մյունխենի նվիրակություններից եկածները, գերմաներեն են։ Իսկ ինչ կասեք այս լեզվի, ինչպես ասեմ, ոճի մասին, ուղիղ ձևով է գրված, թե դիվանագիտական լեզվով այլաբանություններ օգտագործելով, փորձելով չեզոք մնալ կամ խուսափել կոնֆլիկտից։ Կախված է թե ումից է գալիս տեղեկությունը։ Եթե դա գերմանական կամ ավստրիական կառավարությունից եկած տեղեկություն է, ապա ավելի շատ դիվանագիտական ոճով է։ Եթե եպիսկոպոսներից կամ քահանաներից կամ միսիոներներից է, ովքեր կատարվածի ականատեսներն էին, ապա շատ ուղիղ ոճով է, շատ ուղիղ։ Իսկ ունեք նամակագրություն մխիթարյան հայրերից։ Այո, իհարկե, նկատի ունեմ նրանք հայ կաթոլիկ եկեղեցու շատ հարգված մասն էին, եւ իհարկե նրանց կենտրոնակայանն ունեին Վենետիկում եւ զեկուցում էին եւ Վենետիկի կենտրոնակայանից, եւ Սուրբ Աթոռից, եւ Կոնստանտինոպոլսի առաքելական ներկայացուցչից։ Եվ անցնելով մանրամասներին, գիտեմ, որ Բենեդիկտոս 15-րդ պապը դիմեց թուրք սուլթանին քրիստոնյաների հալածանքները կանգնեցնելու հուսահատ փորձ անելով։ Կարող եք մի փոքր մանրամասնել։
Այո, պատմությունը այն է, որ երբ առաքելական ներկայացուցիչը հասկացավ, թե ինչ է կատարվում եւ առանցքային իրադարձությունը Մարտինից Մալոյան arczepiskopos-ի հալածանքն ու սպանություններ, ով գիտեք, սրբադասվեց Լևոն Պապի կողմից։ Այո, վերջերս հոկտեմբերին։ Եվ երբ նա ստացավ տեղեկություն այն մասին, թե ինչպես եպիսկոպոսը եւ իր թեմի առաջատար բոլոր հայերը կոտորվեցին, նա հասկացավ, որ պետք է ինչ-որ բան անի։ Այսպիսով նա առաջին հերթին դիմեց գերմանացիներին ու ավստրիացիներին եւ դա շատ իմաստուն քայլ էր, որովհետեւ նա ինքնին ընդամենը առաքելական ներկայացուցիչ էր։ Սուրբ Պատորի եւ Օսմանյան կայսրության միջև ուղղակի դիվանագիտական հարաբերություններ չկային։ Եվ այսպիսով նա հանդիպեց գերմանացիներին եւ ավստրիացիներին եւ դիվանագիտական ընդունելության ժամանակ, որը տրվում էր Թալիատ բեյի կողմից, դիմեց Թալիատին, ով երիտուրկական կառավարության ներքին գործերի նախարարն էր։ Եվ Թալիատը խոստացավ նրան կանգնեցնել դա։ Գնաց հերագրական մեքենայի մոտ առաքելական ներկայացուցի ներկայությամբ եւ դիմեց Անգորա, որ այսօրվա Անկարան է, եւ ասեց. մենք տեղեկություն ունենք, որ դուք հենց նոր այդքան հայ կաթոլիկների ուղարկեցիք տեղահանության Սիրիա, կանգնեցրեք գնացքները եւ հետ ուղարկեք դրանց։ Եվ գիտեք, իրոք գնացքը կանգնեցվեց եւ նրանք հետ ուղարկվեցին 2 օրով, սակայն երրորդ օրը նրանք կրկին ձերբակալվեցին եւ ուղարկվեցին մանվան ճամբարներ եւ սպանվեցին։ Բայց երբ նվիրակը Անժելո Դոլչին հասկացավ, որ ինքը խաղի զոհ է դարձել, նա գիտեր, որ ուղակի ճանապարհով ուրիշ ոչինչ չի կարող անել։ Նա փորձեց կապ հաստատել սուլտանի մեծ վեզիրի հետ, բայց բոլորը ասում էին ոչ, մենք ձեզ հետ խոսելու հնարավորություն չունենք եւ հետաքրքրություն չունենք։ Դա ձեր գործը չի։ Եվ այսպիսով նա զեկուցեց Հռոմ եւ ի վերջո Բենեդիկտոս Պապը ասաց լավ, ուրեմն ես պետք է արձագանքեմ։ Եվ որպես կաթոլիկ քրիստոնեության գլուխ նա ուղարկեց ձեռագիր նամակ, որը այդ ժամանակ դիվանագիտական կապի ամենաբարձր մակարդակն էր։ Նա ուղարկեց սուլտանին, իհարկե առաքելական ներկայացուցի միջոցով։ Եվ սուլտանը առաքելության ներկայացուցչին սպասեցրեց 6 շաբաթ, մինչև ընդունեց նրան եւ եւս 4 շաբաթ անց, ու մենք արդեն խոսում ենք հոկտեմբերի վերջի մասին, այսինքն սեպտեմբերի սկիզբ Պապը ուղարկեց նամակը, հոկտեմբերի վերջին սուլտանը ստացավ այն։ Եվ եւս 4 շաբաթ անց նա պատասխանեց Պապին, ասելով դե զեկույցները չափազանցված են եւ մենք դա անում ենք միայն որպես կանխարգելման միջոց, որովհետեւ հայերը կողմ են կանգնում ռուսներին եւ այլն, եւ մենք տարհանում ենք սահմանամերձ տարածքները եւ այլն, այս բոլոր ստերը, որը գիտեք։ Եվ այսպիսով այս պահին սկսած Անջելո Դոլչին գրեց Սուրբ Ատորի պետական դեպարտամենտին, ըստ էության Մոնսինյոր Պաչելլիին, ով հետագայում պետք է դառնա Պիոս 12-րդ Պապը, ով դեռ այդ ժամանակ Մյունխենի նվիրակ չէր, բայց դեռ աշխատում էր պետական քարտուղարությունում, եւ հետո ասաց. ես կորցրեցի հավատը Թալիատի նկատմամբ, որ ով հայ ժողովրդի Ներոնն է։ Պատկերացնում եք Ներոնը, եւ դա շատ հետաքրքիր է, որովհետեւ Ներոնը իհարկե քրիստոնյաների առաջի հալածանքների սկսած մաշտն էր, որովհետեւ Վատիկանը հենց սկզբից հասկացավ, որ դա ոչ այնքան էթնիկ զտում է, որքան քրիստոնյաների մեծ հալածանք։ Հետագայում դա համեմատվում է Դեոկլետիանոսի ժամանակների հետ, որը մեր թվարկությունից առաջ 303-304 թվականներն էին։ Այսպիսով, որովհետև ոչ միայն 1.5 միլիոն հայ կոտորվեց, այլ մոտ 200,000 ասորի, 200,000 արամեացիներ, 800,000 հույն եւ այլն։ Այսպիսով մենք խոսում ենք ավելի քան 2.5 միլիոն մարդու մասին, որ սպանվեց, եւ քրիստոնեական հավատի պատճառով դուք կարող եք խուսափել մահվան երթերից, ընդունելով իսլամ, ինչը նշանակում է, որ պատճառը քրիստոնեությունն էր, քրիստոնեական հավատն էր, բայց քանի որ գիտեք սուլտանը ուղարկեց այդպիսի հիմար պատասխան, Պապը 1915 թվականի դեկտեմբերին կարդինալների կոլեգիային ուղղված ճառում բացահայտորեն դատապարտեց հայերի կոտորածները։ Ցեղասպանություն տերմինը իհարկե դեռ ծնված չէր, այդ տերմինը երկրորդ համաշխարհային պատերազմի եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միավորված ազգերի կազմակերպության լեզվի արդյունք է, բայց նա հրապարակավ դատապարտեց հայերի սպանությունները եւ այնուամենայնիվ ոչինչ չփոխվեց։ Եվ իհարկե տեղանությունները արդեն ավարտված էին, երբ պատասխանը հասավ Հռոմ։ Նրանք արդեն սպանել էին կամ Դեյրզոր կամ Ռակկայում մեռնում էին բնական պատճառներից, ջուր չունենալու, սնունդ չունենալու, պաշտպանություն, վրանների բացակայության պատճառով,
ցերեկը կիզիչ արևի, գիշերը շատ ցուրտ եղանակի ազդեցության տակ եւ ոչինչ հնարավոր չէր անել։ Հետո Պապի կողմից եղավ մեկ այլ փորձ 1918 թվականին։ 1918 թվականին բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուսները դուրս եկան Արևմտյան Հայաստանից, որը 1915 թվականից հետո ռուսների կողմից օկուպացված էր։ Եվ հետո լուրեր կային, որ ցեղասպանությունը կշարունակվի թուրքերի կողմից, եւ հայերը շատ վախեցած էին եւ կրկին օգնություն խնդրեցին Պապից։ Նաև Գերմանիայում մի գերմանացի եպիսկոպոս, Գյոլնի arczepiskopos կարդինալ Հարտմանը, ում զարմուհին բենեդիկտյան միսիոներ քույր էր, ով ծառայում էր Մոսուլում, գերմանական ռազմական հոսպիտալում, որովհետև գերմանացիները գիտեք, Օսմանյան կայսրության արևելյան ճակատում էին կռվում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այսպիսով նա ականատես էր։ Նա ճանապարհորդում էր Կոստանդնուպոլսից Տավրոսի լեռներով, Դերզորով դեպի Մոսուլ։ Այսպես նա ողջ ճանապարհին ականատես եղավ ամեն ինչին։ Նա տեսավ դիակներ Տավրոսի լեռների կիրճում, տեսավ դիակներ մարմիններ Տիգրոս գետի վրա, ինչը մեծ համաճարակ առաջացրեց, որովհետև գետն ամբողջությամբ աղտոտված էր։ Այս բոլոր դիակների պատճառով եւ պատճառներից մեկը, թե ինչու թուրքերն այդքան հեշտ պարտվեցին հարավ-արևելյան ճակատում անգլիացիների դեմ, այն էր, որ իրենց զինվորները ստիպված էին աղտոտված ջուր խմել։ Նրանք իրենց աղտոտեցին սպանված հայերի դիակներով, ինչը պատմության հեգնանք էր։ Մեռելների վրեժը։ Միանշանակ։ Without protection, without tents, being exposed to the hot sun at daytime and the very cold winter at night. And so nothing could be done. Then there was another approach by the Pope in 1918. In 1918, after the Bolshevik Revolution, the Russians withdraw from Western Armenia, which was Russian occupied after 1915. And then there were rumors that the genocide will be continued by the Turks, and the Armenians were very much afraid and asked the Pope for help again. And also in Germany, a German bishop, the Archbishop of Cologne, Cardinal von Hartmann, whose niece was a Benedictine missionary sister who was serving in Mosul in a German military hospital, because Germans were on the eastern front of the Ottoman Empire fighting, because we are talking about World War I. So she was a witness. She was traveling from Constantinople over the Taurus Mountains via Der Zor to Mosul. So she witnessed it all along. She saw the corpses in the gorges of the Taurus Mountains. She saw the corpses, the dead bodies on the Tigris River, which caused a major epidemic, because the river was completely polluted because of all these corpses. And one reason why the Turks lost on the southeastern front so easily against the English was that their soldiers had to drink polluted water they polluted themselves with the corpses of murdered Armenians, which is an irony of history, but a very sad one, a revenge of absolutely. And Եվ այսպիսով կարդինալ Ֆոլ Հարտմանը նույնպես գրեց Պապին եւ ասաց. «Դուք պետք է միջամտեք»։ Եվ նա նաև գրեց Մյունխենի առաքելական նվիրակին. «Դուք պետք է միջամտեք»։ Իսկ գերմանական կառավարությունը գրեց թուրքերին։ Ավելի շուտ մենք ուզում էինք գրեինք թուրքերին, սակայն չեղարկեցինք այն։ Բետման Հոլվեգը, ով այն ժամանակվա Գերմանիայի կանցլերն էր, վարչապետը, ասաց. «Դե մենք չենք կարող թուրքերին չափից շատ զայրացնել, որովհետև պետք է Թուրքիան մեր կողմում պահենք մինչև վերջ, նույնիսկ եթե հայերը դրանից կվերանան»։ Եվ սա շատ հստակ ցույցում էր, որ Գերմանիան նույնպես մեղավոր է, եւ ես դա ասում եմ որպես գերմանացի, եւ ընդունում եմ, մենք մեղավոր ենք։ Թուրքերը չեն ընդունում
բայց ես ընդունում եմ, մենք մեղավոր ենք որպես թուրքերի համագործակիցներ։ Ես սա ճանաչում եմ նույնիսկ Գերմանիայի խորհրդարանի անդամների անունից, ովքեր նույնպես ճանաչեցին, որ դա ցեղասպանություն է։ Եվ հետո Բենեդիկտոս 15-ը մեկ այլ նամակ գրեց սուլտանին եւ ասաց. «Հարգելի սուլտան, անցած անգամ դուք ինձ ասացիք, որ ռուսական ռազմական մոտեցումը տեղանությունների պատճառ էր։ Հիմա ռուսները դուրս են գալիս, այնպես որ դուք պատճառ չունեք։ Դուք այլևս նույն արտարացումը չունեք, այնպես որ խնդրում եմ համոզվեք, որ այս անգամ ոչ մի անմեղ կին, երեխա, ծերունի այլևս չի սպանվի»։ Եվ սուլտանը պարզապես ժխտեց, որ սա կատարվում է, ինչը իհարկե սուտ էր։ Եվ այսպիսով մենք ունենք երկու նամակ, երկու հրապարակային նամակ, որովհետև այն հրապարակվեց Օբսերվատորը Ռոմանոյում եւ զեկուցվեց ամբողջ աշխարհով։ Բենեդիկտոս 15-րդ պապի երկու հրապարակային դիվանագիտական միջամտություն հոգոտ հայերի, մեկը 1915 թվականին, մյուսը 1918 թվականին։ Խոսում ենք այն մասին, որ նամակը գրվեց սեպտեմբերին, հանձնվեց 1915 թվականի հոկտեմբերին, իսկ երկրորդը 1918 թվականին էր։ Իսկ արդյոք բոլոր փաստաթղթերը գրքում են։ Ես դրանց մեծ ծավալով մեջ բերել եմ գրքում եւ յուրաքանչյուր պատմաբան եւ մենք արդեն հրավիրել ենք մեր հայ պատմաբաններին, ինչպեսին օրինակ Աննա Հունանյանն է, որ նույնպես աշխատեն արխիվներում, կարող են դրանք օգտագործել։ Աննան ստացել է լիարժեք հասանելիություն եւ նա նույնպես աշխատում է արխիվներում։ Այնպես որ յուրաքանչյուր հայ կարող է ստուգել այն, ինչ ես պնդում եմ։ In the archives too, she got the full credentials, and she is working in the archives too. So every Armenian can verify what I claim. Okay, and maybe kind of. Եվ գիտեք, գուցե մի փոքր տարօրինակ հարց է, բայց ինչ դրդապատճառներ կային այս նամակների հետևում։ Դրանք զուտ մարդասիրական էին, թե ունեին նաև որոշ աշխարհաքաղաքական հաշվարկներ, թե գուցե պարզապես անձնական համակրանք էին հայերի հանդեպ։ Արդյոք պապը զգում էր պատասխանատվությունը։ Երբ Վատիկանում որոշեցին նրան ասում էին, պապին միշտ ասում էին, դե արդյոք պետք չէ միջամտել միայն հանուն կաթոլիկների համար։ Եվ նա պատասխանեց, ոչ, ես բոլոր քրիստոնյաների հայրն եմ, նույնիսկ եթե նրանք երբեմն դա չեն ընդունում, բայց ինձ համար հայ ուղղափառ կամ հայ առաքելական քրիստոնյաները այնքան թանկ են, որքան հայ կաթոլիկ քրիստոնյաները եւ նույնիսկ բողոքականները։ Եվ այնպիսով նրա համար դա տարբերություն չէր ստեղծում։ Իրականում 1918 թվականին տուժած տարածքների մեծամասնությունը առաքելական հայեր էին։ Հայ կաթոլիկները ավելի շատ ապրում էին Անգորայում եւ արևմուտքում եւ իհարկե մայրաքաղաքում։ Այնպես որ նա բոլորովին տարբերություն չէր դնում։ Դա առաջին հերթին պատասխանատվություն էր, որպես ողջ քրիստոնյաների հոր։ Իր կենսագրությունից ելնելով չեմ կարծում, որ որևէ ուղղակի կապ կար հայերի հետ։ Այնպես որ դա ավելի շատ նրա այն տպավորություններ են զեկույցներում, որ իրեն ուղարկվում էին, այսինքն նա ազդվել էր այդ զեկույցներից, եւ նա շատ ուղղակի նամակներ էր ստանում եւ հայ առաքելական, եւ հայ կաթոլիկ եկեղեցու երկու պատրիարքներից, մի քանի arczepiskoposներից, եւ այդ նամակները ուղղակիորեն հասնում էին պապի սեղանին։ Այնպես որ նա կարդում էր դրանք ցնցված էր այդ ամենով ինչ կատարվում էր, ինչպես նաև առաքելական ներկայացուցիչ զեկույցներից։ Both patriarchs of the Armenian Apostolic and the Armenian Catholic Church, and from several archbishops, and these letters go directly on the desk of the Pope, so he read them, and he was shocked by what he read. And also the reports from the apostolic delegate from Archbishop Dolci. And I want to know, didn't he use his influence on German? Եվ ուզում եմ իմանալ, արդյոք նա չօգտագործեց իր ազդեցությունը գերմանական կողմի վրա, փորձելով համոզել նրանց ինչ որ բան անելու, որովհետև գիտենք, որ գերմանացիները շատ մեծ կշիռ ունեին թուրքական վերնախավի շրջանում եւ կարող էին կանգնեցնել։ Եվ որոշ վայրերում նույնիսկ իհարկե դա արեցին, բայց Բետման Հոլվեգիային պատասխանը այն էր, որ մենք պետք է Թուրքիային մեր կողմում պահենք, նույնիսկ եթե հայերը կորչեն։ Եվ ձեզ մի բան ասեմ, հրեաների համար նրանք դա արեցին 1917 թվականին։ Թուրքերն ուզում էին շարունակել իրենց էթնիկ զտումը եւ կրոնական զտումը Օսմանյան կայսրության կրոնական միատարրության ծրագրով։ Եվ նրանք պլանավորում էին
տեղահանել հրեա վերաբնակիչներին Պաղեստինում, Սուրբ Երկրից, եւ այս դեպքում կրկին հրեական համաշխարհային կոնգրեսը դիմեց Վատիկանին։ Վատիկանը արեց հենց նույն բանը, ինչ հայերի դեպքում ներգրավելով Մյունխենի առաքելության նվիրակին կամ Պիչելին, ով գրեց Բերլին եւ այս դեպքում Բերլինը գործեց ու համոզվեց, որ Սուրբ Երկրում Օսմանյան ուժերի հրամանատարությունը թուրք հրամանատար Ջեմալ Փաշայի փոխանցի գերմանական գեներալին եւ գերմանացի գեներալը շատ արտար վերաբերվեց հրեաներին եւ շատ բարեկամական փոխհարաբերություններ եղան գերմանական սպաների եւ հրեա վերաբնակիչների միջեւ, որովհետեւ այն նույն մակարդակով հաղորդակցվել, որովհետեւ այս տարածքում հրեաները միակն էին, ովքեր կարող էին գերմանացիների հետ նույն մակարդակով հաղորդակցվել, քանի որ այնտեղ ապրողները մնացած մասը բեդվիններ էին կամ թուրք զինվորներ էին, ովքեր այդ կրթության մակարդակը չունեին։ Գերմանական կառավարությունը անմիջապես միջամտեց հօգուտ հրեա վերաբնակիչների, սակայն չմիջամտեց հօգուտ հայերի։ Նրանք չհոգացին հայերի մասին, եւ սա շատ տխուր պատմություն է, շատ տխուր պատմություն, ահա թե ինչու եմ ասում, որ Գերմանիան նույնպես մեղավոր է։ Եվ այդ ոչ այդքան իհարկե որքան Թուրքիան, որովհետեւ մենք չսպանեցինք, բայց մենք ընդունեցինք սպանությունները։ Գերմանական արտաքին գործերի նախարարությունում կան հարյուրավոր եւ հազարավոր փաստաթղթեր, զեկույցներ Գերմանիայի հյուպատոսներից, դիվանագիտական անձնակազմից, գերմանացի սպաներից, գերմանական զինվորներից, ովքեր ականատես եղան այդ սարսափելի իրադարձություններին։ Եվ իմ մի գործընկեր պրոֆեսոր Գուստը դրանք հրապարակեց մեկ մեծ հատորում։ Նա արեց հենց նույն բանը, ինչ ես արեցի Վատիկանի դեպքում, եւ դրանք հրապարակեց մեկ մեծ հատորում, եւ կարող եք կաշտալ, որ նրանք ամեն ինչ գիտեին, գերմանացիները ամեն ինչ գիտեին, նրանք նույնիսկ գիտեին, որ հայերը սպանելու ծրագիրը աշտեն կազմված է։ Դա աշտեն պլանավորված էր։ Իթիադի երիտասարդ կուսակցությունը, երիտթուրքական կուսակցությունը իր ժողովների ժամանակ Սալոնիկում եւ այլ վայրերում դեռևս 1912-13 թվականներից, հետո 1914 թվականին, պատերազմից առաջ, նրանք պարզապես օգտագործեցին պատերազմը, ավելի ճիշտ չարաշահեցին պատերազմը որպես պատրվակ անելու այն, ինչ արդեն պլանավորել էին, պատերազմով քողարկելով եւ պնդելով եւ ասելով, անհրաժեշտ է պատերազմի համար, հայերը եւ ռուսների միջև դավադրություն կա, ինչը կեղծիք է, որևէ ապացույց չկա եւ եթե նույնիսկ դա ճիշտ լիներ, ինչու եք հալածում մնացած կաթոլիկներից, մնացած 100,000 կաթոլիկներից 85,000-ը սպանվեցին, նույնիսկ ավելի բարձր տոկոս է, քան առաքելական հայերի շրջանում։ Առաքելական հայերի շրջանում ընդհանուր թվերն ավելի բարձր են, որովհետև նրանք շատ ավելի շատ էին, ունեին ավելի քան 2 միլիոն առաքելական հայ եւ ընդամենը 100,000 կաթոլիկ, բայց հայ ուղղափառ քրիստոնյաների, առաքելական քրիստոնյաների 75%-ը սպանվեց, իսկ հայ կաթոլիկների 85%-ը։ Եվ հայ կաթոլիկները հայերեն չէին խոսում, նրանք խոսում էին թուրքերեն կամ մուսուլմաներեն, նրանք ամենահնազանդ քաղաքացիներն էին, նրանք ներգրաված չէին որևէ քաղաքական շարժման մեջ եւ իհարկե որևէ կապ չունեին մայրատորի հետ, որովհետեւ կաթոլիկ էին։ Նրանք կապ ունեին Հռոմի հետ եւ կրկին նրանք նույնպես սպանվեցին, նրանք հալածվեցին հենց նույն ձևով եւ նույնն էլ ասորիների մասին։ Նրանք նույնիսկ ունեին իրենց քաղաքական հովանավորներին, ինչպիսիք էին գերմանական կամ Գերմանիան կամ Ավստրո-Հունգարիան։ Այո, քանի որ պետությունները շահագրգռված էին նրանց գոյությամբ, սակայն նրանք սպանեցին հենց նույն ձևով թուրքերի կողմից, որովհետև թուրքերը չէին ուզում ուժեղ քրիստոնեական տար Օսմանյան կայսրության որևէ տարածաշրջանում։ They spoke Turkish or Osmanli. They were the most obedient citizens. They were not involved in any kind of political movement. And of course they didn't have any contact to Holy Mother See of Exmiatzin because they were Catholics. They had contact to Rome. Yes, so, and again, they were killed too. They were persecuted in the very same way. And the same about the Assyrians, the Arameans. Yes, they had sometimes even their political patrons as Germany or Austro-Hungary, yes, as states who were interested in their existence in the Ottoman Empire. They were killed in the very same way by the Turks, because the Turks did not want a strong Christian element in any region of the Ottoman Empire.
Yes, but at the same time talking about the complicity of Germany in Բայց միևնույն ժամանակ խոսելով այս դեպքում Գերմանիայի մեղսակցության մասին պետք է հիշենք նաև որ որոշ այլ մարդկանց ովքեր փորձեցին ինչ-որ բան անել։ Այո, Լեպսիուսը Արմին Վեգները խորհրդարանի անդամներ, ովքեր աջակցում էին Լեպսիուսի գործին։ Նրանք Լեպսիուսը օրինակ ճանապարհորդեց Պոլիս, փորձեց խոսել Թալյատի եւ Էնվերի հետ եւ փորձեց հրապարակել որոշ փաստաթղթեր։ Այնպես որ ոչ բոլոր գերմանացիներն էին չարիք, բայց գերմանական կառավարությունը եւ բանակի մեծ մասը այո, ունեն գեներալներ, ովքեր պարզապես համագործակցեցին։ Եվ իդեպ գիտեմ, որ այդ գեներալներից ոմանք հետագայում դարձան նացիստական կուսակցության մաս։ Եվ կրկին պարզապես վերադառնալով օրինակ Լյուդենդորֆին, նա նացիստական կուսակցության համահիմնադիրն էր եւ այն մարդը, ում միջոցով Հիտլերը ընդունելի դարձավ, եւ նա բացարձակ հակահայ էր եւ գլխավոր շտաբի անդամ էր։ Նա Գերմանիայի ամենաբարձր գեներալներից մեկն էր։ Իսկ որն էր Վատիկանի քաղաքականությունն առաջին համաշխարհային պատերազմից հետո նկատի ունեմ Փարիզի այդ բանակցությունների ժամանակ։ Պապը խաղաղության շատ լավ նախագիծ ուներ եւ նա նաեւ աջակցեց Մեծ Հայաստանի ամերիկյան նախագծին եւ Օսմանյան կայսրությունը կբաժանվեր հույների, քրդերի եւ հայերի միջև միայն Անատոլիայի կենտրոնը մնալով թուրքական եւ այս խաղաղության ծրագիրը նա Բենեդիկտոս 15-ը առաջարկեց Փարիզի կոնգրեսին այսպիսով սա այն էր ինչ ուզում էր Վատիկանը ուզում էր փոխհատուցում հայերի համար արևմտյան Հայաստանը Հայաստանին վերադարձնելով Մեծ Հայաստանը միացյալ Մեծ Հայաստան ստեղծելով բայց կրկին ցավոք այս դեպքում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ իր շարժումը եւ իր շարժման ուժը համոզեցին արևմտյան տերություններին, որ այս ծրագիրը անիրատեսական է եւ որովհետեւ այն մեկ այլ պատերազմ կառաջացներ եւ բոլորը հոգնած էին պատերազմներ մղելով 1920 թվականից այսպիսով նրանք ասացին լավ հուսանք որ Մուստաֆա Քեմալի հետ փոփոխություն կլինի ինչը իհարկե տեղի չունեցավ ընդհանրապես փոփոխություն չեղավ But the Ottoman Empire it will be divided between the Greeks, between the Kurds, and the Armenians, with only the center of Anatolia remaining Turkish. Mm-hmm. And this peace plan was supported by Pope Benedict XV. Mm-hmm. So this is what the Vatican wanted. The Vatican wanted a compensation for the Armenians by giving Western Armenia back to Armenia, by creating a Greater Armenia, a united Greater Armenia. But once again, unfortunately, in this case, Mustafa Kemal Atatürk and his movement and the strength of his movement convinced the Western powers that this plan is unrealistic because it would cause another war, and everybody was tired from fighting wars in 1919, 1920. So they said, okay, let's hope that there's a change with Mustafa Kemal, but of course did not happen. It was not a change at all. And coming to our current գալով մեր ներկայիս զարգացումներին եւ այսօրվան կարող եմ ասել, որ Վատիկանն ամենահամարձակներից մեկն է հայոց ցեղասպանության մասին խոսելու հարցում։ Մենք հիշում ենք 2015 թվականի Պապի ճառը, շատ տպավորիչ։ Այո, տպավորիչ էր։ Նա այցելեց Հայաստան 1916 թվականի հունիսին եւ կրկին օգտագործեց ցեղասպանություն տերմինը։ Էրդողանը նույնիսկ սպառնաց նրան մինչ այդ 2015 թվականին եւ բառացիորեն բղավեց նրա վրա ու ասաց. «Պարոն Պապ, դուք պատմությունից գաղափար չունեք եւ ձեր գործով զբաղվեք»։ Այսպիսի բաներ, բայց Ֆրանցիսկոս Պապը հաշվի չառավ դա եւ եկավ այցելեց Հայաստանը եւ երբ ընդունեց վարչապետի կողմից վարչապետ էր թե նախագահ Սարգսյանը նա հստակ կրկին օգտագործեց ցեղասպանություն տերմինը։ Այդ ժամանակ ես պապական լրագրողների պատվիրակության մաս էի կազմում
ստացվում։ Եւ Մատենադարանի տնօրենը լրատվամիջոցների Պապի Վատիկանի փաստաթղթեր էր պահանջում եւ մամուլի ասուլիս կար Հայր Լոմբարդի Պապի խոսնակի հետ եւ մի լրագրող նրան հարցրեց. երբ է Վատիկանը հրապարակելու հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը, եւ նա ժպտաց եւ ասաց. ներեցեք, մենք արդեն հրապարակել ենք դրանք 2 տարի առաջ, եւ պարոն Հեզեմանը այստեղ է եւ ես տեսնում եմ նրան, եւ պարոն Հեզեմանը դրանք հրապարակել է գրքով, պարզապես խորհրդակցեք նրա հետ։ Եվ իրականում Պապի վայրեջքից մի գիշեր առաջ ես դասախոսություն կաշտացի ցեղասպանության թանգարանի գիտաժողովների սրահում եւ ներկայացրեցի Վատիկանի փաստաթղթերը։ Եվ ես հանձնեցի 1300 էջ բնօրինակ փաստաթղթերով ֆլեշկրիչով եւ ցեղասպանության թանգարանին եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային։ Եթե Մատենադարանը խնդրեր ինձ, ես նրանց նույնպես ֆլեշկրիչ կտայի։ Բայց իհարկե նրանք կարող էին նաև պահանջել այդ ակադեմիայից կամ ցեղասպանության թանգարանից։ Բայց մենք շատ բաց էինք եւ իրականում իմ գրքը հրապարակումից հետո Պապը հանձնարարություն տվեց մի ճիզվիտ հորը, ինքը Պապը ճիզվիտ էր։ Այնպես որ նա իհարկե հենվում էր ճիզվիտ պատմաբանների վրա։ Հայր Ռուսելնին, որը փաստաթղթերի գիտական հրատարակությամբ զբաղվեց եւ 7 հատորով հրապարակվեցին այս բնօրինակները։ Բնօրինակ փաստաթղթերի այսքան մեծ 7 հատորանի ժողովածու ստացվեց։ Այնպես որ դրանք բոլորը լիավին հրապարակվեցին, որովհետեւ իմ գրքում իհարկե ես միայն ամփոփել եմ դրանք։ Գիտեք, ես 3000 էջ չեմ հրապարակել մեկ գրքում։ Հնարավոր չէ մեկ գրքում այս ձևաչափով դա անել։ Շատ փաստաթղթեր եմ մեջ բերում, բայց նա հրապարակել է յուրաքանչյուր կարևոր փաստաթուղթ 7 հատորում Հայր Ռոուսենին, պրոֆեսոր Ռոուսենի կողմից, ով դասավանդում է Գրիգորյան համալսարանում եւ իր հետազոտությունը սկսեց արևելյան եկեղեցիների արխիվում եւ շարունակեց պետական քարտուղարությունում, առաքելական արխիվում, ամեն ինչ գրքերում է։ Այո, կարող եք գտնել ամեն ինչ, դա գաղտնիք չի, բնագիր լեզվով։ He published every single important document in these 7 volumes by Father Ruizen, Professor Ruizen, who was teaching at the Gregoriana. And he started his research in the archive of the Oriental churches and continued Secretary of State, Apostolic Archive. It's all in the books. Yeah. You can find it all. It's not a secret. And in the original language. Yeah, in your opinion, why is the publication of this կարծիքով ինչու այս արխիվների հրապարակումը արխիվային ուսումնասիրությունները կենսական այսօր 21-րդ դարում։ Շատ կարևոր է։ Այո, ինչու, որովհետև դա դեռ մեծ վեճի առարկա է, որովհետև Թուրքիան շղթում է այն, եւ ցեղասպանության ցանկացած շղթում հրավերը ուրիշների համար անելու նույն բանը, կրկնելու այն։ Պատմությունը կրկնում է իրեն, եւ եթե մեկ ցեղասպանություն մնալու է անպատիժ, եւ ես խոսում եմ փոխհատուցումների մասին։ Նկատի ունեմ, տեսեք, ես գերմանացի եմ։ Մենք գործել ենք պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանությունը։ Մենք սպանեցինք 6 միլիոն հրեա, մահվան գործարաններում, մահվան ճամբարներում, սարսափելի հանցագործություն։ Բայց ինչ արեցինք մենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 5 տարվա ընթացքում մենք սկսեցինք բանակցել իսրայելյան կառավարության հետ եւ վճարեցինք միլիարդավոր փոխհատուցում իսրայելական կառավարությունը։ Եւ դա մեր հանրակրթության մասն է ամբողջ դպրոցում։ Դուք առնվազն 2, եթե ոչ 3 տարի ծախսում եք սովորելու ամեն ինչ նացիոնալ սոցիալիզմի եւ հոլոկոստի մասին։ Եվ Գերմանիայում կա օրենք, եթե շղթում եք հոլոկոստը, ոչ միայն դուք ապուշ եք, որովհետեւ միայն ապուշը կժղթեր հոլոկոստը, այլև եթե շղթում եք հոլոկոստը, ապա պատժվում եք, դատապարտվում եք, դա հանցագործություն է եւ կամ շատ մեծ գումար եւ նույնիսկ բանտ։ Եվ հոլոկոստի շղթումը հանցագործություն է։ Թուրքիայում հակառակն է։ Ինձ թույլ չեն տալիս մեկնել Թուրքիա։ Ես persona non grata եմ։ Ինձ տեղեկացրեցին, երբ գիրքը լույս տեսավ, գերմանական գիրքը լույս տեսավ, իհարկե, ինձ տեղեկացրեց Բերլինում Թուրքիայի դեսպանը, որ ավելի լավ է այլևս արձակուրդ չգաք Թուրքիայում։ Ես ընդհանրապես երբեք արձակուրդի չեմ մեկնել Թուրքիա, բայց նա ինձ ասաց. ես ձեզ խորհուրդ չէի տա այլևս արձակուրդ անցկացնել Թուրքիայում, որովհետև դուք persona non grata եք եւ կա դատարանի որոշում ձեզ ձերբակալելու թուրք ազգին զրպարտելու համար։
Ես պատմաբան եմ, ես մեջբերում եմ փաստաթղթեր։ Այո, ես մեջբերում եմ փաստեր։ Ես ասացի, դե գուցե Թուրքիայում ինչ-որ մեկը պետք է կաշտա նույն փաստաթղթերը, որ ես կաշտացի, եւ պարզի, որ ես պարզապես ճիշտ եմ մեջբերում դրանք։ I'm a historian. I'm quoting documents. Yeah. I'm quoting facts. I said, well, maybe someone in Turkey should read the same documents I read and find out that I just quote them correctly. But it's a crime in Turkey. Is it a crime? Բայց Թուրքիայում դա հանցագործություն է։ Արդյոք Թուրքիայում ճշմարտությունն ասել հանցագործություն է։ Այսպես Հիտլերը Լեհաստան ներխուժելուց առաջ հանդիպեց իր գեներալներին Բերգհորֆում, գիտեք, լեռներում գտնվող իր ամառային նստավայրում ու ասաց. տեսեք, մենք կարող ենք լինել այնքան դաժան եւ սարսափելի, որքան ուզում ենք, որովհետեւ ով է այսօր հիշում հայոց ցեղասպանության մասին։ Այո, եւ դա հրավեր է։ Այո, հրավեր է կրկնելու այն։ Հետո նկատի ունեմ ինչ է կատարվում հենց մեր կողքին Արցախում, ինչը մշակութային ցեղասպանություն է, եւ ըստ Միավորված ազգերի սահմանման մշակութային ցեղասպանությունը նույնպես ցեղասպանություն է։ Եվ նրանք հիմա նույնիսկ ոչնչացնում են հայկական եկեղեցիները։ Արցախում հազարամյա հայոց պատմություն կա եւ ամեն ինչ, ամեն հետք ոչնչացվում է մի ազգի կողմից, ով գոյություն դեռ նույնիսկ մի 100 տարի առաջ, ով դեռ 100 տարի առաջ գոյություն չուներ։ Ադրբեջանական պատմությունը գոյություն չունի, ադրբեջանական պատմությունը բարակ մի գիրք է։ Coca-Cola is older than Azerbaijan. Yeah. There's no Azerbaijani history. The Finnish book is Azerbaijani history. You know what I wanted to ask? As a foreign researcher, I want... Գիտեք ինչ էի ուզում հարցնել որպես օտարերկրացի հետազոտողի, ուզում եմ իմանալ ինչպես եք տեսնում հայերի դերը ցեղասպանության ճանաչման գործընթացում հաշվի առնելով ձեր հետազոտության շրջանակը։ Նկատի ունեմ, որովհետև գիտեք Հայաստանում կան որոշ մարդիկ եւ նույնիսկ որոշ քաղաքական գործիչներ, ովքեր ասում են դա պետության գործը չէ, որպես անհատ կարող ես հետազոտել, կարող ես պարզապես խոսել այս մասին, բայց դա պետության պատասխանատվությունը չէ։ Ինքնությունը միանգամայն ամեն ժողովրդի գործն է։ Դա այդպես է։ Պատկերացրեք Նետանյահուն ասեր, որ հոլոկոստը քաղաքական գործ չի։ Նրան երկրից դուրս կշպրտեին։ Իսրայել այցելող յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է գնա Yad Vashem, եւ դա ճիշտ է, որովհետեւ դուք միայն այդ ժամանակ եք հասկանում Իսրայել պետության այսօրվա դիրքորոշումը։ Եթե հասկանում եք, թե ինչ պատահեց այդ մարդկանց հետ, նրանց ենթարկվածը տրավմա էր եւ նրանք վախենում են դրանից եւ նրանք վախենում են նրանից, որ դա կարող է կրկնվել եւ իհարկե հայերը նույնպես ենթարկվել են տրավմայի հենց նույն ձևի եւ այսպիսով դա հայ ազգի պատմության, հոգեբանության եւ ինքնության մաս է եւ եթե հավատում եք, որ ձեզ սպանող ուզող թշնամին կարող է ձեր ընկերը դառնալ պարզապես այն պատճառով, որ դուք բարի եք նրա հանդեպ, որքան հիմար կարող է մարդ լինել, ես նկատի ունեմ, եթե նրանք ափսոսային, ընդունեին եւ փոխհատուցում տրամադրեին, իհարկե պետք է դա անել։ Ես քրիստոնյա եմ, ես շատ կողմ եմ ներողություն խնդրելուն, գոնե ներողություն խնդրելու։ Ես կողմ եմ հաշտեցմանը, ներմանը, այս բոլոր հրաշալի բաներին, բայց ինչպես եմ ստանում ներումը, խոստովանությամբ, կրոնում, ինչպես կարող եք Աստծոս ներող ստանալ, խոստովանությամբ։ Եթե Թուրքիան հրապարակավ ընդունի, որ դիտավորյալ եւ կրոնական, էթնիկ զտման ծրագրով սպանել է 1.5 միլիոն հայ եւ առաջարկի որևէ ձևի փոխհատուցում, հաշտեցումը հնարավոր է։ Այո, բայց քանի դեռ նրանք շղթում են հանցագործություն, նրանք շարունակում են հանցագործությունը։ Այո, նրանք շարունակում են հանցագործությունը։ Իսկ ինչու ունենք հանցագործներ։ Ինչպես ես դառնում հանցագործ, որովհետև տեսնում ես մարդկանց, ովքեր հանցագործություն են գործել եւ չեն պատժվել։ Եթե յուրաքանչյուր ոք, ով հանցագործություն է գործում, պատժվում է, ապա հանցագործներ չես ունենում։ Այնպես որ դա միայն Թուրքիա եւ Հայաստանի միջև գործ չի, դա համաշխարհային գործ է, որովհետև թուրքական պահվածքը հանցագործերի է հրավիրում ողջ մոլորակով մեկ։ Ոչ միայն խոսում ենք Արցախի, մենք կարող ենք խոսել նաև շատ այլ երկրների մասին։ So it's not only an affair between Turkey and Armenia, but it's a world affair because the Turkish behavior invites criminals all over the planet. Not only talking about Azerbaijan, we can talk about a lot of other countries too, to do the very same thing. Yes, and
Thank you, Michael. Thank you for everything you are doing. Շնորհակալություն Միքայել, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում ես եւ շնորհակալություն այս խոսքերի եւ այս թեմայի հանդեպ շատ ուժեղ նվիրվածության համար։ Գիտեք, դա իմ պարտավորությունն է որպես գերմանացու, որովհետեւ իմ կառավարությունը մեծ հանցագործություն գործեց, թույլ տալով թուրքերին անել ինչ արեցին։ Այնպես որ որպես գերմանացի եւ նույնպես որոշակի պատասխանատվություն ունեմ։ Կարող եք ասել, դա ձեր գործը չի, դա իմ գործն է, որովհետև իմ ազգը ներգրաված էր, բայց նաև իմ գործն է սովորեցնել Թուրքիային, թե ինչ անել, որովհետև իմ ազգը ճիշտ բանն արեց Հոլոկոստի առնչություն ճանաչելով այն։ My area of expertise. Ինչպես սկսվեց հայոց ցեղասպանության եւ Վատիկանի արխիվի հանդեպ ձեր հետաքրքրությունը։ Անկեղծ ասած, ես այն գտա պատահաբար։ Իմ մասնագիտությամբ ոլորտը պատչելի անձներ, այն մարդու, ով դարձավ Պիոս 12-րդ պապը, եւ ես անցա այն ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերով, երբ նա Մյունխենի նվիրակն էր, եւ մի փաստաթուղթ ուներ հայերի հալածանք վերնագրով, իսկ հալածանք persecution, հենց այն տերմինն է, որ օգտագործվում է Դիոկլետիանոսի օրոք, Ներոնի օրոք եւ այլ քրիստոնյաների հալածանքների համար։ Եվ այսպեսով ես տեսա դա, կարտացի այն, տեսա թե ինչ արեց Պաչելին, ինչը ինձ համար շատ հետաքրքիր էր, որովհետև մարդիկ հարձակվում են նրա վրա, որ նա բացահայտորեն չբողոքեց Հոլոկոստի դեմ։ Ինչու, որովհետև նա գիտեր, որ դա ոչ մեկին չի օգնի։ Դա միայն կվատացներ իրավիճակը, բայց ինչևէ։ Եվ մի քանի ամիս անց ես հանդիպեցի մի մարդու, ով հիմա իմ լավ ընկերն է, դոկտոր Ազատ Օրդուխանյանը, Հայկական ակադեմիական ընկերակցությունից, պարզապես հանդիպելով նրան մի ընդունելության ժամանակ, ընդհանուր ընկերոջ ծննդյան ընդունելության, եւ ես ասացի. Իդեպ գիտեք, ես հետազոտություն եմ անում Վատիկանի արխիվներում եւ գտել եմ հայերի հալածանք փաստաթուղթ։ Տեղյակ եք դրա մասին։ Գիտեք դրա գոյության մասին եւ նա ասաց ոչ, երբեք չեմ լսել դրա մասին։ Եվ ես ասացի, կարող եք ինձ մի լավություն անել։ Կարող եք ստուգել ձեր երկրի գիտությունների ազգային ակադեմիայում եւ ցեղասպանության ինստիտուտի եւ թանգարանի հետ։ Արդյոք նրանք գիտեն այդ մասին։ Արդյոք արդեն ունեն պատճենները։ Եվ նա արեց, եւ մի քանի շաբաթ անց նա գրեց ինձ եւ ասաց, նրանք ոչինչ չգիտեն այդ մասին։ Ես ասացի, կուզեք, որ ես ցույց տամ դրանք, որովհետև ես կարող եմ արխիվի ցանկացած փաստաթուղթ ստանալ։ Պետք է տամ համարը, արխիվային համարը, եւ նրանք ինձ պատճեն պատրաստեն, սկանկանեն առանց որևէ խնդրի։ Եվ նա ասաց, խնդրում եմ, արեք դա։ Եվ ես ասացի, լավ, բայց մի պայման ունեմ, որ ես ինքս ներկայացնեմ այն ակադեմիայում։ Ոչ մի խնդիր, դա շատ լավ կլինի։ Ասացի, պարտադիր չի, որ ինձ վճարեն թռիչքի համար կամ ինչ-որ բանի համար։ Ես կարող եմ ինքս վճարել դրա համար, բայց ես պարզապես ուզում եմ ներկայացնել այն։ Եվ այսպիսով դա արվեց եւ Ազատի խրախուսմամբ եւ սկսեցի փորփրել ամեն հնարավոր արխիվում, ամեն հնարավոր փաստաթղթում։ Վիեննայում, Մյունխենում միանձնույների արխիվը, Թուրքիայում առաքելական ներկայացության արխիվը, Լիբանանում առաքելական ներկայացության արխիվը, եւ այսպիսով ահա թե ինչպես սկզբում 200, հետո նաեւ 1000, հետո 3000 փաստաթուղթ հայտնաբերեցի։ Հետո դա շատ գործ է, գիտեք, ես դա համոզեց նույնիսկ Պապին։ Ես իհարկե տեղեկացրի Ֆրանցիսկոս Պապին այս մասին եւ ահա թե ինչու նա օգտագործեց ցեղասպանություն տերմինը 2015 թվականի ապրիլին։ Իհարկե արխիվում էր Գրիգոր Նարեկացու հռչակումը եկեղեցու վարդապետ եւ ես գիտեի մեծ իրադարձության մասին, այնպես որ ես տեղեկացրի նրան նախապես եւ նա ասաց. «Սուրբ Հայր, դուք պետք է» եւ ասեցի նրան. «Սուրբ Հայր, դուք պետք է այն անվանեք ցեղասպանություն»։ Դա ցեղասպանություն էր եւ նա ասաց. «Շատ հետաքրքիր է։ Թող ես կաշտամ այն, ինչ դուք պարզել եք եւ ես կորոշեմ»։ Եվ նույնը տեղի ունեցավ Գերմանիայում 1 տարի անց։ Գերմանիայի խորհրդարանում բանավեճ եղավ, արդյոք դա ցեղասպանություն էր, թե ոչ։ Եվ կանցլեր Անգելա Մերկելը չէր ուզում հիասթափեցնել իր լավ ընկեր Էրդողանին եւ ասեց ոչ, մենք երբեք չենք ճանաչի, որ դա ցեղասպանություն էր։ Այսպիսով, բայց Գերմանիայի կառավարությունը, իսկ խորհրդարան է, այնպես որ խորհրդարանի բարձրաստիճան անդամները, ներառյալ խորհրդարանի նախագահը, ով ըստ Գերմանիայի արարողակարգի Միչայլոց նախագահից երկրորդ անձն է, եւ նույն նոր հետո գալիս է կանցլերը երրորդ համարը եւ Նորբերտ Լամերտ էր նրա անունը եւ նաեւ Մերկելի կուսակցության խմբակցության ղեկավարը Գերմանիայի խորհրդարանում նրանք փորձեցին առաջ տանել այս հարցը։ Նորբերտ Լամերտը խորհրդարանի նախագահն էր եւ երկուսն էլ կարտացին իմ գիրքը եւ հետո ինձ ասացին
որ սա էր պատճառը, թե ինչու որոշեցին ճանաչել։ Նույնիսկ եթե Մերկելը երբեք չներեր նրան, եւ նա երբեք չներեց նրանց, գիտեք, դա երկուսի էլ քաղաքական կարիերայի վերջն էր։ Նկատի ունեմ Նորբերտ Լամերտը պետք է դառնար Գերմանիայի նախագահ, բայց հետո Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դարձավ նախագահ, որովհետև Մերկելը ասեց. «Ես ձեզանից հոգնել եմ։ Դուք ճանաչում եք հայոց ցեղասպանությունը»։ Իսկ Կաուդերը, ով Գերմանիայի խորհրդարանում Մերկելի կուսակցության ներկայացուցիչների ղեկավարն էր, եւ սրանից հետո Մերկելը նրանց դուրս հանեց խորհրդարանից։ Այնպես որ Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը նույնպես այդ փաստաթղթերի գրկում հրապարակման արդյունք էր։ Շնորհակալություն Միքայել այդ ամենի համար, ինչ անում ես։ Ես խոսքեր չունեմ կիսելու քո աշխատանքի հանդեպ, իմ գնահատանքը եւ շնորհակալություն, որ այսօր ինձ հետ ես։ Եվ գիտեք, ես շատ եմ սիրում ձեր ազգը։ Դուք առաջին քրիստոնյա ազգն եք։ Այո, ես սիրում եմ ձեր գեղեցիկ եկեղեցին։ Դուք ունեք հրաշալի պատրիարք Նորին Սրբություն Գարեգին II-ը։ Նա այնքան բարձր հարգանք ունի Վատիկանում մեզ բոլորիս կողմից։ Իրականում կարդինալ եւ Լևոն Պապը իմացան, որ թե ուր եմ ես գնում եւ հավանաբար հանդիպելու եմ նրան եւ ինձ ասացին փոխանցիր իրենց ողջուններ եւ օրհնություններ հատկապես այս շատ դժվարին ժամանակներում։ Եվ գիտես շատերն են սիրում հայ ժողովրդին, բայց ոչ բոլորն են անում այն գործը, ինչ դու։ Դե ոչ բոլորն ունեն Վատիկանի արխիվ մուտք գործելու հնարավորություն։ By the German Parliament also was a result of the publication of those documents in the book. Oh, thank you, Michael, for everything you are doing. I have now words just to share my appreciation of your work, and thank you for being with me today. And I love your nation. You're the first Christian nation. Yeah. Thank you. I love your beautiful church. You have a wonderful patriarch, His Holiness Garagen II. He is so highly respected by all of us in the Vatican. Actually, Cardinal Koch and Pope Leo learned about what I'm going and probably meeting him and told me to send their greetings and blessings and especially in this very difficult and we have period of time. A lot of people who love Armenian people, but not all of them are doing the job that you did. Not all of them have access to the Vatican archive. No, thank you. No, it's not only about access. But I try to do it's about what I can. Commitment. It's about your very strong skills of historian to do so. So thank you very much. Thank you, and I will be very happy to have you. Միայն դրա մասին չէ, բայց ես փորձում եմ անել դա նվիրվածության մասին է։ Դա պատմաբանի, դա անելու քո շատ ուժեղ հմտությունների մասին է։ Այնպես որ շատ շնորհակալ եմ, շնորհակալություն եւ ես շատ ուրախ կլինեմ կրկին քեզ այստեղ ունենալ քո նոր գործով։ Հաճույքով նոր գիրքը լույս կտեսնի աշնանը կներկայացվի Հռոմում աշնանը կարդինալի ներկայությամբ նա այն վերնագրված է Վատիկան եւ հայոց ցեղասպանությունը եւ այնտեղ ունենք ավելի ընդարձակ պատմությունը այո ներառելով նույնիսկ ձեր ժողովրդի մի փոքրիկ պատմություն որովհետեւ պետք է հիշեցնել նրանց բոլորին որ իրոք մեծ ազգ եք այո եւ սա ձեր երկիրն է մոտ 5000 տարի ձեր աստվածաշնչյան Դուք աստվածաշրջան ազգ եք։ Ամենահին քարտեզը, ամենահին համաշխարհային քարտեզը, Բաբելոնյան համաշխարհային քարտեզը հիշատակում է Ուրարտուն։ Արարտան հիշատակվում է շումերական էպիկական պատմության մեջ։ Հիշատակում է որպես մի երբ թագավորը պատվիրակություն ուղարկեց Արարատը եւ շումերական փաստաթղթով նկարագրվում է պատվիրակության ճանապարհն այնտեղ եւ թագավորը որը թագավորել էր մեր թվարկությունից առաջ 2400 թվականին եւ նա ուզում էր որ նրանք ինչ որ բան նվիրաբերեին Իշտարի տաճարին եւ որը նա կառուցում էր եւ Անահիտ անունը նույնպես ըստ երևույթի պաշտվում էր Արատայում այսպիսով Իվաննա իհարկե շումերնական Իշտարն է եւ Իվանդան շումերական անուն է եւ Իվաննան արդեն ավելի մոտ է Անահիտ անունին եւ ինչևից է իհարկե ես գիտեմ ձեր հարուստ եւ կարեւոր պատմության մասին եւ գիտեք ինձ որպես պատմաբանի զայրացնում է երբ ստեր են ասում մարդկանց այո պատասխանատվությունն է ճշմարտության լույս աշխարհ բերել նկատի ունեմ գիտեք Շեքսպիրի եւ Մակբեթի ժամանակի փառքն է այն որ հանգստացնում է մրցակից թագավորներին դիմազերծում է կեղծիքը եւ ճշմարտության լույս աշխարհին բերում եւ սա մեր պատմաբանների գործն է ճշմարտությունը լույս աշխարհ բերել ճշմարտությունը միշտ հաղթում է
Ստերի դեմ պայքարել, շնորհակալություն, եւ սա է այն հարցի պատասխանը, թե ինչու ենք ուսումնասիրում պատմությունը, ճշմարտությանն ավելի մոտենալու համար։ Եվ մարդկանց բերել այդ ճշմարտությանը, որպեսզի փորձենք օգնել մարդկանց չկրկնելու պատմության սխալները եւ օգնել քաղաքական գործիչների։ Եվ լավ քաղաքական գործիչ նա է, ով սովորում է պատմությունից, իսկ վառ քաղաքական գործիչը նա է, ով փակում է իր աչքերը եւ ասում է. «Օ, ես չգիտեի ինչ է կատարվել»։ Գիրք կարդացեք, եթե չգիտեք ինչ է կատարվել, ոչ ոք չի կարդում գրքեր այսօր, ոչ ոքի չեմ մեղադրում հիմար լինելու համար, բայց խնդրում եմ կարդացեք գրքերը։ Ամեն ինչ հրապարակված է եւ նաեւ այստեղ անտեղեկությունը կարող է բուժվել, անտեղեկությունը հիվանդություն է, բայց կարող է բուժվել եւ սա է դեղամիջոցը։ I don't know what happened. Read the book. If you don't know what happened, okay, nobody Read the book. Nobody is blaming you for being stupid, but please read the book. It's all out. It's all out for publication. Ignorance can be healed. Կամ սա հայերեն, խնդրում ենք գտնել այս գիրքը մեր գրախանութներում եւ շնորհակալություն պրոֆեսոր, որ մեզ հետ եք։ Հաճույք եւ պատիվ է ինձ համար եւ Աստված օրհնի եւ Աստված պաշտպանի Հայաստանը հատկապես այս դժվարին ժամանակներում։ Շնորհակալություն եւ Աստված օրհնի Հայաստանը։ Ձեզ բոլորը։ All of you. Thank you.